Կարլեն Նուրիջանյանի կերտած Վահագն վիշապաքաղի արձանը վերաբացվեց Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակում։ Վիշապը լոկ առասպելական հրես չի եղել մեր պատմության մեջ, նկատեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այն միշտ խորհրդանշել է այն բոլոր վտանգները, ռիսկերը, որոնք մեր ժողովուրդն ունեցել է իր պատմության մեջ, բայց որոնք հաղթահարել է կամ միգուցե չի հաղթահարել։ Ներող կլինեք որոշակի քաղաքական ենթատեքստի համար, բայց վերջին շրջանում միգուցե մենք այդ վիշապի տեսքը եւ վիշապի կերպարը լավ չենք հասկացել, իր խորքը չենք պատկերացրել, բայց մի նմանատիպ վիշապ նույնպես հայ ժողովուրդը հաղթահարել է։ Եվ իր ընտրությամբ, իր քվեարկությամբ մենք մեծ վտանգից եւ չարիքից ենք ազատվել, եւ այսօր մենք հպարտորեն Ռուսաստանի հրապարակում կանգնեցնում ենք Վահագն վիշապաքաղի արձանը, որովհետև վիշապը եկավ, բայց վիշապը հեռացավ գլխատված։ Վահագնը այսօր կանգնում է Երևանի կենտրոնում որպես հստակ ուղերձ, ժողովրդավարության հաղթանակը ամրապնդվում է եւ շարունակում է ժողովրդավարության պահպանումը։ Ժողովրդավարության կետ մեկ պարտություն նշանակում է ժողովրդավարության հավիտյանս կորուստ։ Եվ հենց դրա համար մենք չենք դադարելու պայքարել, քանզի տեր ենք այս պետությանը, տեր ենք մեր անկախությանը, տեր ենք մեր ապագային, տեր ենք խաղաղությանը, մեր մայրաքաղաքին եւ Հայաստանի Հանրապետությանը տեր ենք փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհավորում եմ բոլորիս։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նկատեց, որ արձանը տարբեր ժամանակներում տեղադրվել է Երևանի տարբեր վայրերում։ Հիմա վերջապես այն հանգրվանում է Երևանի կենտրոնում, Ռուսաստանի հրապարակում։ Շատ խորհրդանշական եմ համարում, որ սրանով մենք նաև շատ կայուն եւ ամուր Վահագն վիշապաքաղին դնում ենք իր հաստատուն մշտական տեղում, որովհետեւ չի կարող այսպիսի խորհրդանշական կերպարը մեր ժողովրդի, մեր հասարակության համար նման ուղերձ եւ իմաստ պարունակող քանդակը թափառել մի տեղից մյուսը։ Չի կարող։ Դա ցույց է տալիս այն վերաբերմունքը, որը չպիտի լինի։ Եվ ես շատ ուրախ եմ, որ քաղաքապետարանի նախաձեռնությամբ մենք այսօր այս տեղը ամրապնդում ենք եւ մենք այսօր ցույց ենք տալիս, որ մեր արժեքները մնայուն են եւ այդ արժեքները շարունակում են մեզ ուղղորդել։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։